Այդ որ այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունը իրականում ճշգրիտ նույնն է նախկինների եռագլուխ կուսակցությունն է, որովհետև այն ինչ որ մենք այսօր անվանում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն, որը հայտ է ներկայացնում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, դա ճշգրիտ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիների կոալիցիան է, այդ կոալիցիայի մեջ էր ԲՀԿ-ն, այդ կոալիցիայի մեջ էր Դաշնակցությունը, այդ կոալիցիայի մեջ էր Հանրապետականը։ Դե հիմա Դաշնակցությունը եւ Հանրապետականը ԲՀԿ-ն պարզ է, բայց Հանրապետականը արդեն, ինչպես հիշում եք, նախորդ խորհրդարանական ընտրություններից տակտիկան փոխել է։ Նախորդ խորհրդարանական ընտրություններում իրանք պու էին, հիմա էլ դարձել են ուժեղ Հայաստան։ Ընդ որում ուժեղ այս հանգամանքը, որ ուժեղ Հայաստանը նույն բանն է, հանրապետական կուսակցությունն է, ու այն որ Սերժ Սարգսյանը եւ մյուսները հայտարարեցին բացահայտ իրանց աջակցելու մասին, բայց կարծում եմ այդ պատկերը ամբողջացրեց բանը Քայլերթի շտուրմանը, որը կանգնած էր բանի, ասենք, ջիպի ստոյկային կանգնած Քայլերթի շտուրմանը, որը մենք մոռացել ենք, ախր ինքը հանրապետական խմբակցության ղեկավար է եղել եւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար է եղել։ Հիմա էլ եմ ասում, երեք ցուցակը որ նայես, ուժեղ Հայաստան դաշինք, Դաշնակցություն եւ ԲՀԿ ճշգրիտ կալոդը խառնածա, բանի բլոտի պոկերի տրամաբանությամբ ու բաժանածա իրար մեջ, ով որտեղ կընկնի։ Ու հիմա այնտեղ այնց կոմբինացիաներ են, որ դժվար է նույնիսկ բան անել, էլի, պատկերացնել։ Այն մեկը ընդեղ էր, ստեղից այն մեկը ընդեղ էր, հետո ընդեղ գնաց, հետո գնաց ընդեղ, հետո ընդեղ։ Այսինքն մենք պետք է արձանագրենք, որ 2027 թվականի, 26 թվականի խորհրդարանական ընտրությունները, որ ասում են վերջին շանսն է, դա Քոչարյան, Սարգսյան իշխանության տարիների կոալիցիայի վերջին շանսն է։ Բայց ես ուզում եմ ասել նաև, որ այսպիսով ավելի է ընդգծվում, ժողովուրդ ջան, այս նախկին ներկա բանավեճը հաղթահարելու կամ ավելի ճիշտ վիճաբանությունը հաղթահարելու անհրաժեշտությունը, որ ու սա շատ կարևոր է, ու հիմա ակնհայտ է, որ դա հաղթահարելու մի ձև կա միայն մի տարբերակ այդ բանավեճը հաղթահարելու։ Դրա համար պետք է 26 թվականի խորհրդարանական ընտրություններում ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ ԲՀԿ անցողիկ շեմը չհաղթահարեն։ Եվ սա ուղղակի անցող, այսինքն չհաղթահարեն, չհավաքեն այնքան ձայներ, որ անցնեն խորհրդարան։ Ու դա ամեն օրվա հետ ավելի իրատեսական քաղաքական խնդիր է դառնում, ու այդ իրատեսականությունը այս ամբիոնից ուղղակի ճառագեց։ Ինչի՞, որովհետև նախ այն քաղաքական ուժերը, որոնք հանդես են գալիս ժողովրդին անվանելով ժեղ, շունուշանգյալ, բոշա, այսինքն ստեղ իրանք ինչ են, մարտահրավեր են նետում, որ իրան ձայն տվող մարդը պետք է ինքը իրան հայտարարագրի, որպես ժեղ, շունուշանգյալ ու բոշա, սա իրանց մարտահրավերն է, եւ Հայաստանի քաղաքացին պետք է որոշի, այդ մարտահրավերը ընդունում է թե չէ։ Մի հոգի կա 63 երկրի քաղաքացի է, ասում է ես վստահ եմ, որ ես բան եմ անելու, դառնալու եմ վարչապետ։ Ուրեմն հələ տեսեք, երկու հանգամանք եմ ասում։ Ուրեմն ինքը ոչ ընտրություններին մասնակցում է, ոչ վարչապետի թեկնածու է, ոչ պատգամավորի թեկնածու է, բայց ինքը վստահ է, որ հաղթելու է։ Բայց նրանք, ովքեր որ մասնակցում են, այսինքն դե յուրե համ պատգամավոր, համ մասնակցում են, համ պատգամավորի թեկնածու են, համ վարչապետի, բան նրանք ինչ ասեն,
Այստեղ ուրիշ խնդիր կա։ Մի անգամ այդքան ասելուց հետո հղում չեն անում ժողովրդին։ Ասում են մենք վստահ ենք, որ հաղթել են, բայց մի հատ նախադասություն չկա, որ մենք վստահ ենք, որ մեր ժողովուրդը գալու է մեզ ընտրի։ Այդ եմ ասում, ինչ որ տեղեր ասել են Ղրգել են ասել են գնա։ Ու այդ երիտասարդը ուղղակի խաբար չի իր հետ հիմա ինչ է։ Հիմա ինքը ամեն օրվա հետ, ասում եմ ամեն օրվա հետ դառնում է ավելի ու ավելի բոմժ։ Ավելի ու ավելի բոմժ։ Ու ստեղ մենք ոչ մի մեղք չունենք։ Ու այս process-ը շարունակվելու է։ Ու հաջորդ գործոնը, որ այս ուժերը չհաղթահարեն անցողիկ շեմը։ Իրանք գալիս են այս ամբիոնից բաներ են խոսում, մեր վրա հղում անելով, բայց ժողովուրդը հետև ուրիշ բան դռնփակ նիստ լներ։ Բայց իրանք եկել են այս ամբիոնից խոսում են, որ մենք թոշակը չենք բարձրացրել։ Քանի հոգի վրա ասում են, չէ, թոշակը ինչ թոշակա բարձր, թոշակը չի բարձրացել։ Հայաստանի Հանրապետության քանի 600,000, թե 660,000 քաղաքացի արդեն այդ բարձրացրած թոշակը ստացել է։ Իրանք այս ամբիոնից գալիս խոսում են, ոնց կարա ասենց քաղաքական ուժ ընդհանրապես ձայն ստանա։ Իրանք գալիս են այս ամբիոնից խոսում են, որ ըստ էության առողջության ապահովագրության համակարգը, չնայած մենք հայտարարել ենք, որ ներդրված է, դա ձախողված համակարգ է։ Երեք ստեղ բաներ են խոսում, ուզում էի հասկանալ, այս մարդիկ ինչի մասին են խոսում։ Ինչի մասին են խոսում։ Այսինքն գալ ժողովրդին ասել շուն ու շանգյալ, ժեղ, բոշա, հետո սկսել ասել, ապացուցել ակնհայտ բաներ ու հետո գնալ հաղթահարել շեմը, կներեք իմ քաղաքական զգացողությունը թույլ է տալիս, որ ես պնդեմ, որ եթե մենք այս պատկերը առավել բացված ներկայացնենք, մենք իրոք հաղթահարելու ենք այս նախկին ներկա բանավեր։ Փաստորեն ես հասկացա, որ մենք 300 դպրոց չենք կառուցում։ Ես հասկացա, որ մենք դպրոց ընդհանրապես չենք կառուցում։ Հա, որ մենք դպրոց փակում ենք, բա այդ գիտեք ինչ, այդտեղ շատ կարևոր մի հանգամանք կա։ Իրանք վերջին անգամ այդ դպրոցները, որ ասում են մենք փակում ենք, երբ են եղել այդ դպրոցներում։ Այդ դպրոցներում, այդ այսպես կոչված դպրոցներում։ Բայց այդ դպրոցները, այսպես կոչված դպրոցները իրանց պետք է, որովհետև իրանց պետք է, որ այդ մեր երեխեքը այդ դպրոցներում անցկացնեն 10 տարի, որ այդպես էլ կրթություն չստանան, որ արդյունքում շալվար ունենալու հնարավորությունից նույնիսկ զուր կլնեն, որ արդյունքում այդ երեխեքի շալվար ունենալու հույսը իրանց վրա լինի, ընտրակաշարք բաժանողներ էին, ընտրակաշարքի բանը, որ վերջում էլ, մի հատ ասենք, ենթադրենք բան են, ադնարազովից շալվար շպրտեն այդ երեխեքի երեսին, հետևներից էլ ասեն, արա, այ բոշեք, այ լնգուլավազներ, այսպես կոչված ավերակներ իրանց պետք են, որովհետև այդ դպրոցից դուս եկածը հիմնականում սևագործ բանվոր կարա ալնի, որ իրանց բրիգադներում, կալուգաներում և տարբեր տեղերում ավտոների, վագոնների տակ քնելով, ամիսներով չլողանալով, բա այդ երեխեքը գիտեք ինչ են սպարծիվկով, որովհետև դուք իրանց տարել եք աշխատեցնելու և հետ եք ուղարկել այդ սպարծիվկով, որ իրանք գնան օտար երկրներում ձեզ ծառայեն մի բառ ռուսերեն դաժե չիմանան, որ ձեր կառուցած ստրկությունից ազատվելու հնարավորություն չունենան, որ դաժե առանց ձեր թույլտվության ոչ կարենան շնչեն, որ արտաշնչեն, որ վերջում էլ այդ երեխեքին ասեք, այ ինչ բան, շուն ու շանգյալ և ժեղ, բա իհարկե պետք են, բա եկեք գնանք մեր կառուցած դպրոցը, այդ մեր կառուցած դպրոցներից դուրս եկած երեխեքը ձեզ դաս կտան, դուք ընդհանրապես շանս չունեք այն հասարակության մեջ, որը ձևավորվել է, բա մանկապարտեզ չեն, մանկապարտեզ